Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, հեռուստադիտողները դիտում ու քննարկում հեռուստասերիալի հերթական սերիան։ Դավիթ Պապին իր թոռներին իր նման լավ մարդ ա մեծացրել, իսկ Հունանը իրա որդուն իրա նման հանցագործ ու մարդասպան։ Անպատժելիությունը նոր հանցանքներ է ծնում, Գրիշոն վառ օրինակ։ Աստված չանի Դավիթին մի բան լինի, կինոն այլևս նայող չի լինի։ Եթե Դավիթը մահացավ, ես էս կինոն էլ չեմ նայի։ Մի պապիկի դաստիարակած տղաներին նայեք, մեկ էլ Հունանի ու Իննայի դաստիարակած տղային, սարերի ու ձորերի տարբերություն կա, ոչ Հունանն է պատժվում, ոչ էլ առավել ևս Գրիշոն, իսկ սա շատ վատ օրինակ է։ Լեո, հեռու մնա Լեայից, մենակ թե Դավիթը փրկվի, թե չէ չենք նայել էս կինոն, գոնե էս անգամ բողոքեն, Գրիշոն պատասխան տա իր արածի համար, անցած անգամ Լեոն պիտի բողոքեր։ Ինչ լավ եղբայրներ են, հատկապես Դավիթը, ապրի պապիկն իր դաստիարակած թոռներով հանդերձ, իսկ Մանանին անմեղ, նաիվ, ազնիվ քույր է նրանց համար, բայց շատ եմ խղճում, որ երեք կողմից ճնշում են, չեն մտնում նրա հոգեբանության մեջ։ Վայ, ավո, էս կինոյի համն ու հոտն ես։